Պարոն նախագահ, Փաշինյանը քարոզարշավի օրերին զորահանդես էր կազմակերպել, նախ դուք ինչ կասեք այդ զենքերի մասին, տպավորված եք թե ոչ, եւ ասում է զրոյից բանակ եմ կառուցել, իսկ իրենք հին դեն նետված օգտագործված զենքեր են բերել, ես դե 30-ներ եմ բերել լրիվ նոր։ Դուք լսել եք այդ նույն մարդու հայտարարությունը 20 թվականի միջև պատերազմը, երբ որ ասում էր, որ հայկական բանակը տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունի, բայց եթե այդ զենքերը տենց մետաղաջարդոն էին, այդ մետաղաջարդոնով մենք որոշիչ ուժ էինք, սա մի հանգամանքն է, երկրորդ հանգամանքը, զենքը ոնց ասեմ, ցուցադրելու համար չի, զենքը կռվելու համար է, իսկ այդ մարդիկ ովքեր խոսում են, այդ զենքով քանի մարդ են անցկացրել, զրո չէ, և այն ինչ որ իրանք ցույց են տվել, ձեզնից ով կարող է ասի, այդ նմուշներից քանի հատ մենք ունենք, չեք կարող ասել, չէ, կամ այդ ցուցադրված զենքերից որն է ավելի ժամանակակից եւ հզոր, այդ թե Իսկենդերը օրինակ, ակնհայտ է, չէ, որ դա ոչ թե զորահանդես էր, այլ ինչ ասեմ, ինչ-որ մի ցուցադրություն, որպեսզի արդարացնեն այն ահռելի թվերը, որ մենք տեսնում ու լսում էինք, իբր գումարների տեսքով հատկացված պաշտպանության նախարարությանը։ Այդ ամեն ինչը կպարզվի, երբ որ իշխանափոխություն լինի եւ երբ որ մենք կարողանանք հետաքննել այդ ողջ պատմությունը։ Սպասելիքները այնուամենայնիվ շոշափվում էր Արման Սահակյանի հակակոռուպցիոնի կողմից հրապարակած ձայնագրության մեջ կաշառքի գործով, ինչ եք մտածում այս մասին։ Ես այդպիսի բան չեմ լսել։ Այսինքն ոնց էր իմ անունը։ Հակակոռուպցիոնի ձայնագրության մեջ ձեր անունն է շոշափվում։ Այսինքն ինչպես է շոշափում, ասում է, որ ես Արման Սահակյանին ասել եմ տարընտրակաշառք բաժանել։ Ես չեմ լսել այդպիսի բան։ Եթե դուք լսել եք, խնդրում եմ ասեք, հետո ես կպատասխանեմ։ Արման Սահակյանը միշտ էլ կարող է իմ անունը տալ, որովհետև Արման Սահակյանը մեր կուսակցության շատ լավ մատունակ ներկայացուցիչներից է, նա մեր խորհրդի անդամ է եւ դեռևս կպարզվի Արման Սահակյանը ընդհանրապես ընտրակաշառքի հետ գործ ունի, թե էլի դզած-փշած ձայնագրությունը։ Ձեր համար ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերից քանիսն են իսկապես պայքարում Նիկոլ Փաշինյանի դեմ։ Դժվարանում եմ այդպես ասել, առնվազն 4-ը։ Առնվազն 4։ Պարոն նախագահ, եւ այսպես մի քիչ ամփոփելով նաեւ, ինչպես է ստացվում, որ ով որտեղ պայքարում է, բայց Փաշինյանը շարունակում է մերժել ձեզ եւ ձեր իշխանությանը։ Այդ իրան հարցրեք, էլի, չգիտեմ։ Եվ պարոն նախագահ, դուք հնարավորություն եք ունեցել, այսպես ասած, կողքից դիտելու քարոզարշավին, ինչպես կգնահատեք այդ ողջ ընթացքը եւ այսօր ինչպիսի Հայաստան ունենալու համար քվեարկեցիք։ Ես այսպիսի քարոզարշավ չեմ տեսել։ Ես ակտիվ մասնակցություն եմ ունեցել առնվազն 10-ից ավելի ընտրապայքարների, չհաշված 18-21 թվականները, երբեք պետության կողմից այդպիսի միջամտություններ չեն եղել, երբեք չեն եղել։ Եթե եղել են, մեկը ասեք, որ եղել են եւ օրինակներ բերեք։ Սա ուղղակի աննախադեպ միջամտություն է, աննախադեպ պետական ռեսուրսների աննախադեպ մսխում եւ պետական միջոցների ուղղակի աչքերը փակ բաժանելը։ Իսկ միջազգային կառույցների կողմից այն ակտիվության ականատես կլինենք, որ ձեր իշխանության օրոք էր եւ նույնիսկ 2018-ին այդ հիպերակտիվությունը որ կար։ Ոչ, ականատես չենք լինի։ Ինչու՞։ Շատ պարզ պատճառով, որովհետեւ նրանք, ովքեր վերահսկում էին ընտրությունները, այսօր աչքները փակ են, որտեղ իրենց ղեկավարները կոնկրետ նպատակ ունեն եւ այդ նպատակի համար իրենք մեծ ջանքեր են գործադրել, հրապարակավ, առանց որևէ բան թաքցնելու,
Ինչ կարող եմ ասել։ Ամենաբարձր մակարդակով։ Այդ դեպքում նրանք ինչ որ բան նկատեն։ Ինչքան որ ճանաչում եք Նիկոլ Փաշինյանին, ինչ եք կարծում, եթե նա ընտրություններում չհավաքի բավարար ձայներ, կկարողանա իշխանությունը անցնցում հանձնել հաղթած տեխնացուին։ Ես բավարար չափով չեմ ճանաչում, որտեղ ես իր հետ երկու բառ երբեք չեմ փոխանակել, երբեք։ Բայց եթե քվեարկության արդյունքներով ընդդիմադիր ուժերը հաղթեն, որևէ մեկը չի կարող այդ ընդդիմադիր ուժերից իրեն ձայները խլել։ Ոչ մեկը չի կարող։ Եվ ին վերջին հարցի Հայաստանի համար եք այսօր քվեարկել։ Ես ասեցի, թե ինչպեսի Հայաստանի համար կարող եմ ավելացնել, որ շատ եմ ցանկանում, որ լինի ազգային համախմբում, շատ եմ ցանկանում, որ այն ճնշող մթնոլորտը, որ շատ-շատերը իրենց վրա զգում են, վերանա ուղղակի ճնշող մթնոլորտ, որպեսզի մարդիկ ազատ կարողանան իրենց դրսևորել, ազատ կարողանան իրենց կարծիքն արտահայտել։ Շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, մենք